Փառք Հալելույա։ Ինչպես որ արդեն հայտարարել ենք ամեն երկու շաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների համար, հատկապես երեխաների համար։ Հավատքը դա մեր կյանքում գալիս է լսելուց։ Դրա համար ես ուզում եմ քեզ առաջնորդեմ, եթե ուզում ես քո բժշկությունը Աստծո կողմից գերբնական զորությամբ տեղի ունենա, պետք է լսես այն առաջնորդությանը, որ աղոթքի ժամանակ կլինի եւ հիմա կլինի։ Լսես եւ ընդունես, որտեղ հավատքը լսելուց է։ Մենք հավատքով ենք Աստծուն բարձրացնում մեր աղոթքը եւ հավատում ենք, որ Աստված իր գերբնական զորությամբ միջամտում է մեր կյանքում, իր գերբնական կարողությամբ մեր խնդիրների, մեր դժվարությունների, մեր բոլոր հարցերի լուծման մեջ։ Մենք հավատում ենք Աստծուն, մենք չենք կարող հասկանանք ինչպես Աստված հրաշքանում, դրա համար մենք հավատում ենք Աստծուն։ Հավատ նշանակում է վստահել Աստծուն։ Մենք չգիտենք Աստված ինչպես է մեր աչքը արարել, մենք չգիտենք ինչպես է Աստված մեր մեջ սիրտ արարել, որ բաբախում է, մենք չգիտենք Աստծո գերբնական կարողության մասին։ Աստված մի փոքր սերմ է արարել եւ այդ սերմից մի մեծ ծառա աճում, բարձրանում իր տերևներով, տերևի գույներով։ Եվ ես վստահ եմ, որ այսօր քո կյանքում Աստծո զորությունը կգործի եւ քո բժշկությունը գերբնական զորությամբ իրականություն կդառնա։ Կարևոր չի դու ինչ հիվանդ ես, կարևորը որ դու հավատում ես այն Աստծուն, որ ստեղծել է քեզ եւ կարող է անել անհնարինը քո համար։ Փակիր քո աչքերը եւ ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա։ Եթե պարկած ես եւ չես կարող վեր կենալ, պարկած մնա։ Շատերն ասում են պարկած չի կարելի աղոթել։ Մի բան ասեմ քեզ, որ Աստված կրոնական առաջնորդ չի ձևերի մեջ։ Աստված իրական կենթանի փառավոր մի զորավոր անձնավորություն է։ Աստծո թագավորության մեջ չեն աշխատում այն օրենքները, որ մարդիկ են երկրի վրա հորինել աղոթքի ժամանակ սենց պիտի անես, չգիտեմ, սենց պիտի անես։ Իհարկե, շատ լավ է, որ պարկեշ դիրք ես ընդունում Աստծո առաջ։ Բայց եթե հիվանդ ես եւ չես կարողանում տեղից վեր կենաս, հավատա որ Աստված քո պարկած տեղից լսում է քեզ։ Կարող ես պարկես, աչքերդ փակես, ձեռքը դնես քո հիվանդ տեղիդ վրա, կարող ես լռես եւ լսես աղոթքը եւ միայն ամեն ասես ընթացքում։ Եվ այն հատվածները, որ ես կասեմ կրկնիր, ինձ հետ կրկնես։ Կարող ես ծնկես, եթե հնարավորություն ես, կարող ես կանգնես, կարող ես նստես, ինչ որ մի դիրք ընդունես, որը քեզ չի խանգարի 10-15 րոպե ինձ հետ միասին աղոթես եւ մեզ հետ միասին աղոթես, որտեղ ես մենակ չեմ, որովհետեւ եկեղեցին դա Քրիստոսի կենթանի մարմինը, եկեղեցին մենք ենք, մարդիկ ենք, եկեղեցին դա քարչի նոր ուխտում, եկեղեցին դա Հիսուսն ինքը հայտարարեց, դա իմ մարմինն է եւ մենք նրա անդամները։ Ինչպես ընտանիքը դա շենք չի, ընտանիքը դա տուն չի, այլ ընտանիքը դա կենթանի մարդկանց մի խումբ է։ Իսկ տունը շենքը ծառայում է այդ մարդկանց բարեկեցության, ապրելու, արարելու, կյանքը վայելելու համար։ Դրա համար եկեղեցին դա նոր ուխտում հատուկ վայր չի։ Եկեղեցին մենք ենք Հիսուս Քրիստոսի անունով հավաքվածներս եւ մենք ամեն մեկս Քրիստոսի մարմինն ենք։ Իսկ եթե Քրիստոսի մարմինը հավաքված է եւ աղոթում է, Հիսուսն ասաց, որտեղ որ 2-3 հոգի իմ անունով հավաքվեն, ես ներկա կլինեմ եւ ինչ բանի համար որ համաձայնվեն եւ աղոթեն, պիտի լինի նրանց։ Ես վստահ եմ, որ դու պիտի համաձայն լինես մեզ հետ մեր աղոթքը ընդունելու եւ մեր աղոթքով Տիրոջ զորությունը ընդունելու։ Եվ ես հավատում եմ, որ Աստված իր գերբնական կարողությամբ քեզ բժշկելու է։ Փառք Տիրոջը։
մենք բարձրացնում ենք մեր աղոթքը դեպի երկինք, Հայր Աստված Հիսուսի անունով։ Քո աչքերը թող մնան փակ այնքան ժամանակ, մինչև որ ես կասեմ բացես։ Փակիր քո աչքերը, որ ոչ մի բան քեզ չխանգարի ֆիզիկական երևույթային աշխարհում։ Եվ ես Հիսուսի անունով եմ բարձրացնում իմ ձեռքերս ամեն սատանայի խավարի դիվային ուժերի, ամեն տեսակի հովերի, ծովերի, փոթորիկների, հիվանդության, մահվան ուժերի, ամեն խայթոցների, որ դիվային աշխարհի կողմից քո կյանքիդ մեջ եկել են եւ քո կյանքիդ ընթացքը խաթարել են։ Եվ քեզ գցել են հուսահատության մեջ, երկմտության մեջ, կասկածների մեջ, վախերի մեջ եւ տարբեր ներքին հոգու անխաղաղությունների մեջ։ Ես բարձրացնում եմ ձեռքերս այդ խավարի դիվային ուժերի եւ այդ ոգիների վրա։ Եվ ես նահանջ եմ խոսում ամեն սատանայի խավար ուժերին եւ ես հռչակում եմ Հիսուսի արյան զորությունը քո կյանքիդ վրա։ Եվ ես հռչակում Հիսուսի արյան զորությունը քո մարմնի վրա, քո մարմնի բոլոր հիվանդ անդամների վրա։ Ես հռչակում եմ Տիրոջ բժշկարար զորությունը եւ բարձրացնում եմ ձեռքերս ամեն հիվանդությունների, ամեն ցավերի, ամեն տեսակի ֆիզիկական, հոգեվոր, մարմնավոր տկարությունների դեմ Հիսուսի անունով հետ շպրտելով եւ կապելով այդ հիվանդությունները։ Կարող ես ինձ հետ համաձայնվես եւ ասես ամեն ընդունում եմ եւ ես հրաժարվում եմ ամեն հիվանդություններից, հիվանդության ամեն կապանքներից, խավարի ամեն ուժերից եւ ես Հիսուսի անունով հալածում ամեն դիվային ուժերը քո կյանքից, հռչակելով ազատագրություն քո մարմնի բոլոր անդամներում, հիվանդանոցներում, բոլոր այն վայրերում, որտեղ որ միացել եք ինձ, մեր աղոթքին, մենք բարձրացնում ենք Հիսուսի անունով մեր աղոթքը դեպի երկինք, մեր բարեխոս Տիրոջ Սուրբ գահի առջև կանգնած, խնդրելով Հորից բժշկություն, ողորմություն, ազատագրություն քո ֆիզիկական մարմնի մեջ։ Փառք քեզ, գոհություն եւ շնորհակալություն քեզ, մեծարանք եւ որդնանք քեզ։ Շնորհակալ եմ քեզանից, փառավոր Հայր, շնորհակալ եմ քեզանից, բարեգութ ու բազմավողորմ Աստված, որ դու մեր աղոթքները լսում ես, մեր աղոթքներին պատասխանում ես եւ չես ուշացնում պատասխանը։ Փառք քեզ Հայր, որ քո որդուն Հիսուս Քրիստոսին տվեցիր մեր մեղքերի ու հանցանքների համար, խաչի վրա գամեցիր, որպեսզի մեր կյանքի մեջ հրաշքներ անես։ Ես փառք եմ տալիս եւ մեծարում եմ քեզ։ Շնորհակալ եմ քեզանից, քո մեծ սիրո համար, քո լույսի համար, քո ողորմությունների համար։ Փառք քեզ, հաղթանակ տարած Աստված։ Շնորհակալ եմ քեզանից, որ այսօր մենք հնարավորություն ունենք միաբանվելու, համաձայնվելու, հիվանդների համար աղոթք բարձրացնելու եւ այդ հիվանդները թող այսօր բժշկվեն քո փառքի համար։ Թող բոլոր սատանայի խավարի դիվային ուժերի դիմադրությունները քանդվեն հիմա Հիսուսի արյան զորությամբ։ Ես խոսում եմ բժշկություն, ազատագրություն ամեն մարմնի մեջ, ամեն հոգու մեջ։ Հիսուս փառք քեզ։ Շնորհակալ եմ քեզանից։ Գոհանում եմ եւ գովաբանում եմ քո սուրբ անունը։ Տեր, քո վերքերի բժշկություն եմ հռչակում ամեն մարմնի մեջ, Տեր։ Գլխուղեղի հիվանդությունները, ուռուցքները Հիսուսի անունով եմ խոսում հիմա ներծծվեն։ Տեր, բոլոր անոթային հիվանդությունները ես հիմա աղոթում եմ, որպեսզի բժշկվեն։ Արյան ամեն տեսակի քաղցկեղները Հիսուսի զորավոր անունով ես խոսում եմ, որ բժշկվեն։ Եվ ես բժշկություն եմ խոսում, եւ ես խոսում եմ, որ բժշկությունը իջնի ամեն հոգու վրա, որ հիմա աչքերը փակած, ծնկած, կանգնած, նստած, կապ չունի ինչ դիրքով աղոթում եմ ես հետ։ Հայաստանի բոլոր գյուղերում եւ քաղաքներում, Երևանի բոլոր վարչական շրջաններում, Հայր այցելիր բոլոր հիվանդներին, հիվանդանոցներում, նույնիսկ նրանց, ովքեր որ մեզ չեն նայում, մեզ չեն միացել եւ չունեն այդ հնարավորությունը։ Ես աղոթում եմ, որ դու անցնես բոլոր հիվանդների տներով, ընտանիքներով, Հայաստանի բոլոր գյուղերով ու քաղաքներով, հիվանդանոցներով եւ հիվանդների պալատներով, հավատքի մեջ եւ ոչ հավատքի։ Տեր, փառքը ցույց տուր, քո զորությամբ այցելիր մանուկները, պատայները, երիտասարդները, Հիսուսի անունով ամենածանր հիվանդությունները, թող այն մայրերն ու այն ծնողները, այն հայրերը, որոնք որ իրանց երեխաների համար հոգս են անում, աղոթքով բարձրացնեն դեպի քեզ իրանց Տեր իմ Աստված այս ընտանիքի, իրանց կյանքի այս Տեր իմ Աստված, փառավոր Տեր ջան, ժամանակավոր հարձակումը դիվային ուժերի կողմից։
Եվ ես խոսում եմ բժշկություն, Տեր, անցիր, թող քո ներկայությամբ լցվեն այդ հիվանդասենյակները։ Հիսուս, Հիսուս, կանչիր Հիսուս անուն եւ ասա. Տեր Հիսուս, ես հավատում եմ քո վերքերի բժշկությանը։ Հիսուս ասա, ես ընդունում եմ քո բժշկությունը իմ հոգու մեջ, ազատագրություն ամեն դիվային ուժերից, ամեն խավար ոգիներից, եւ ես սաստում եմ քո կյանքից ամեն դիվային ուժերը, քո հոգու անխաղաղությունները, անհանգստությունները, ներքին ամեն տեսակի վախերը, տագնապները, խառնաշփոթները, փոթորիկները, դեպրեսիաները, ստրեսները Հիսուսի արյան մեջ են բերում։ Ամեն մտավոր հարցակումները, տեղատարապ ամեն մտավոր ներգործությունները դիվային խավար ուժերին արգելում եմ եւ խափանում եմ Հիսուսի արյան զորությամբ եւ ազատագրություն եմ խոսում քո մարմնիդ մեջ, խաղաղություն սկսի կարդալ ավետարան եւ ինձ հետ աղոթի Հիսուսին քո կյանքիդ մեջ հրավիրի, ասա Տեր Հիսուս, ասա ինձ հետ Տեր Հիսուս, սա շատ կարևոր է, ես ընդունում եմ իմ սրտիս մեջ քեզ որպես Տեր եւ Փրկիչ, շնորհակալ եմ քեզանից, ասա շնորհակալ եմ քեզանից, որ իմ մեղքերի համար քին ես վճարել, խաչի վրա չարչարվել ես, քո արյունն ես թափել, ասա շնորհակալ եմ քեզանից եւ ես խնդրում եմ որ ներես ինձ, ասա ես զղջում եմ բոլոր իմ անցյալի ներկայի բոլոր մեղքերի համար, կամա թե ակամա ներիր ինձ եւ ասա քո արյունով մաքրիր ինձ եւ ասա շնորհակալ եմ քեզանից որ ներեցիր, քո արյամբ մաքրեցիր, ոչ փառքը քեզ Հիսուս, քո ներկայությամբ լցրա բոլոր այն հոգիները, որոնք հիմա աղոթեցին ինձ հետ միասին, քեզ հրավիրելով իրանց կյանքի մեջ, որպես Տեր ու Փրկիչ, փառքես, 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 փառքենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառքենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք գրպապության և գոհության երկի ժամանակ շարունակիր մնալ աչքերդ փակ աղոթելով Տիրոջ հոգու հրաշքներս կատարում ուժն ու մեկը քեզ նման Հիսուս շարունակում է քեզ մաքրել Հալելույա դա նրա զորությունն է ես խոսում որ Տիրոջ զորությունը կրակը սկաց քո մարմնիդ մեջ ես ազատագրություն եմ խոսում Հիսուսի անով ամեն կախվածություններից խմիչքի, թմրանյութերի ամեն կախվածություններից սաղոտի ամեն փառքենք մենք տալիս քեզ գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառքենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներս կատարում Չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու հրաշքներս կատարում Չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս Փառավորում եմ քեզ Հայր քո որդու Հիսուս Քրիստոսի անով մեր աղոթները լսելու եւ մեր աղոթներին պատասխանելու համար Թող քո զորությունը Տեր շարունակի հրաշագործությամբ հաստատել այս աղոթքը քո կենթանությունը, քո փառքը Ես աղոթում եմ բոլոր Տեր իմ Աստված այն բժիշկների համար, որոնք որ բարդ վիրահատություններ են անում վիրահատարաններում եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ պարկած են Տեր ջան այդ սեղաններին ես աղոթում եմ, որպեսզի այդ բժիշկների ձեռքով դու հրաշքանես եւ դու փառավորվես, փառքես
Քո սուրբ ձեռքերիդ մեջ են բերում բոլոր այս հիվանդները, Տեր, նրանց կյանքի ամեն վարքյանն ու օրը, թող հաջորդ հետազոտությունները Տեր իմ Աստված ցույց տա, որ նրանք բժշկված են քո գերբնական զորությամբ։ Փառք ես Հիսուս։ Օ, շնորհակալ եմ, ասա շնորհակալ եմ քեզանից Հիսուս։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիր, իմ աղոթներին պատասխանեցիր, ինձ մաքրեցիր ու բժշկեցիր։ Ասա փառք ես Տեր։ Եթե գտնում ես հիվանդասենյակում բարձր, ասա փառք ես Տեր։ Շնորհակալ եմ Հիսուս, քո մեծ սիրո ողորմության համար, քո տարած փառավոր հաղթանակի համար։ Իմացի, որ Հիսուս քեզ սիրում է եւ քո կյանքի ամեն վարքյանի մեջ ուզում է ներկա լինի։ Վերցրան որ կտակար եւ սկսի կարդալ Մատթեոս ավետարանը, Մարկոս ավետարանը, Ղուկաս ավետարանը, Հովանես ավետարանը եւ դու ճանաչես Տիրոջը, որովհետեւ ճանաչողությունը Աստծո գալիս է նրա հետ հաղորդակցվելուց։ Եթե մեկին ուզում ես ճանաչես, մենակ նրա անունը իմանալը բավական չի։ Մենակ Հիսուս անունը իմանալը բավական չի։ Ինչ որ մեկին եթե ուզում ես ճանաչել, պիտի շփվես նրան։ Իսկ Աստծո հետ շփվելու ամենալավագույն միջոցը դա Աստծո խոսքը կարդալ եւ աղոթելը։ Տեր օրհնեի, մնաս Աստծո խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ ուղիղ եթերին։